Ես չես լսում, որ հեռախոսը զանգում է։ Լսում եմ, բայց ինձ չեն ուզում։ Հա, բայց կարող ես, չէ՞, վերցնես, տեսնենք ում են ուզում։ Ալո։ Լիլիթին եմ խնդրում։ Ում։ Երևի սխալ եմ զանգել։ Այո, քեզ են ուզում։ Ինձ։ Ալո։ Էս ով էր, անջատել են։ Ինչ իմանամ։ Տղա էր, ով էր, չգիտեմ։ Հնարավոր չի ինձ զանգած լինեն։ Ինչի։ Ուզում ես ասես, որ սուտ եմ ասում, հա։ Տեսար, վերսեցի, պատասխանեցի, տվեցի քեզ։ Էս տան համարը ոչ ոք չունի։ Բայց զանգել են, չէ՞։ Լավ, հերիքա, առավոտ շուտ էլի սկսեցիք։ Ով էր։ Չգիտեմ Լևոն ով էր։ Դրա համար ես առավոտ շուտ եկել ստեղ նստել, հա։ Ժամը 7-ն է։ Լավ, կարողա սխալ են զանգել։ Սխալ չեն զանգել, մամ։ Լավ, երեխեն մեղք է, կարտնանա։ Հերիքա գորակ։ Ավելի լավ է ես գնամ երեխու մոտ։ Թող Լևոն, թող! Թող ասեցի։ Ով է առավոտ 7-ին զանգում։ Ոչ մեկ։ Սենց զուգադիպություն չի լինում։ Ինչի չի լինում Լևոն, ինչի չի լինում։ Որովհետև առավոտ 7-ին չեն զանգում, որ զրուցեն, զանգում են ինչ-որ բանի համար։ Դու գժվել ես։ Հեռախոսդ վերցրել եմ, որ տեսնեմ ով է փակ համարից քեզ զանգում։ Դու էլ երևի զանգել ես տնից իրանց, ասել ես հեռախոսից չզանգեք, իրանց մոտ համարը գրվել է ու հետ են զանգել տուն։ Լսի մի հորինի, տենց բան չի եղել։ Կսպանեմ քեզ, Սոնա։ Մամատ խափում է Լևոն։ Չի խափում։ Խափում է, այն ժամանակ էլ էր դեղերի համար խափում։ Այս անգամ չի խափում։ Խափում է։ Լավ։ Մի քանի օրը զանգում են փակ համարով հեռախոսիդ։ Հիմա էլ զանգում են տուն։ Ես քեզ ինչի պիտի հավատամ, հա։ Ով է զանգում, Սոնա, ասա։ Սոնա, կսպանեմ քեզ, ասա, ով է զանգում, Սոնա։ Ասա, ես կգտնեմ դրան ու կմորթեմ։ Եթե չասես քեզ եմ մորթելու, Սոնա, թեկուզ սաղ կյանքս նստեմ, կմորթեմ քեզ, Սոնա։ Ինչ նոր բան կա։ Ինչ նոր բան։ Դե Մարկի մասին, ճշտեցի ով արել։ Լերչի։ Այդ ջահերներն էլ փաստորեն։ Հա։ Աղջիկ էլ եղել մեջները, հա։ Ասացիր, որ կարևոր հարց կա։ Լսում եմ։ Հա։ Նեղում են ինձ պարտկատերերը։ Բայց ասացիր, որ կսպասեմ։ Ասեցի, բայց գիտեմ, որ բիզնես ես անում ու փող են ուզում։ Բայց դու գիտես, որ ես նախ պետք է Մանուկյանի փող ուտեմ։ Գիտեմ, բայց ինչ անեմ, որ ստիպում են։ Ու ինչ։ Հեչ, մի քանի թղթեր պետք է ստորագրես, որ 3 ամսվա ընթացքում ինչ-որ տոկոս կմարես։ Լավ, կանենք։ Ես արդեն պատրաստել եմ թղթերը։ Մնում է, որ ստորագրես, Հանզադյան։ Հիմա։ Հա, չի դժվար բան է ստորագրելու։ Թե մտածում ես, որ ես քեզ կխաբեմ։ Իսկ թվում է, ես արդեն ապացուցել եմ, որ կողքիդ եմ։ Նենց որ կարող ես չկարդալ, ստորագրի ու ես գնամ։ Ինչ։ Չես վստահում ինձ, Խանզադյան։ Վստահում։ Այդ ամեն դեպքում կկարդամ, հետո կստորագրեմ։ Չեմ կարծում, որ մի քանի ժամ ինչ-որ բան կփոխի։ Ինչ։ Փաստորեն չես վստահում։ Հետաքրքիր է։
Ես ինչ-որ տարօրինակ ես խոսում, թե ինձ թվում է։ Պետք ես թվում է։ Հուսով եմ այդպես է։ Խտերեք կարդամ կստորագրեմ վարորդիս հետ կողարկեմ քեզ։ Լավ։ Մերուպե բալիս, մեր տեսակի։ Ես թե չխմեցի։ Ոչինչ բալիկ ջան, հիմա խանութ կմտնեմ, մի բան կառնեմ, կուտես, հետո կգնաս, թող մի օր էլ այդպես լինի։ Երկս մնաց մամայի սենյակում։ Հա, ոչինչ, ես ուսուցչուհուդ կասեմ, Բա մաման ինչ ես քնած մնացել։ որովհետև երեկոյան ուշ էին տուն եկել։ Համարը հանելու եմ, գտնելու եմ ով է, ու երկուսիդ մորթելու եմ, իրար հետ կապելու եմ ու սպանեմ երկուսիդ։ Դու հիվանդ ես, գիժ ես, խելագար ես Լևոն։ Հա, հիվանդ եմ, ու դու ես դրա մեղավորը, դու ես ինձ հիվանդ դարձնում։ Լսի ինձ չեն զանգել։ Խաբում ես։ Լսի ինչի չես թողում հանգիստ ապրեմ, հա։ Ինչի էր առավոտ 7-ին զարթնել, հա։ Լողանում էի Լևոն։ Խաբում ես։ Չեմ խափում։ Ով է առավոտ 7-ին լողանում, հա։ Ես։ Գիտես ինչի, որտեվ զզվում եմ քեզնից։ Որովհետև երբ կպնում ես ինձ, զզվում եմ քեզնից ու եթե օրը 100 անգամ լողանամ, էլի զզվում եմ ինձնից։ Գիտես ոնց որ մարդն գնում է աղբի մեջ ու անդադ ինքն իրանից հոտ առնում, այդտեղ զզվում եմ քեզնից։ Սոֆին ոնց է։ Բարկած է, չի խոսում հետս, ընդհանրապես չի խոսում։ Երևի անիմաստել է, չէ՞, հարցնեմ հաց գրել է թե չէ։ Էլ չգիտեմ ինչ անեմ։ Ես մի ժամով տուն կգամ։ Լավ։ Ես արդեն ասել եմ, որ դες համար նոր բնակարան գտնեն։ Գիտեմ, որ չես ուզում տեղափոխվես, բայց հավատա այդպես պետք է։ Հիմա ինձ համար ամեն ինչ մեկ է։ Մենակ թե Սոֆիի կյանքին վտանգ չսպառնա։ Ես ամեն ինչ կանեմ դրա համար։ Ես պատրաստ եմ նույնիսկ գնալ երկրից։ Չեմ կարծում, որ դրան հրաժեշտություն լինի։ Մի բան ասա։ Ինչ ասեմ։ Խոսի հետ է Սոֆի։ Մի բան ասա, ինչքան ես սենց լռելու։ Ինչ ասեմ։ Ասեմ, որ եթե ես չլինեի, եթե լսեի Արամին, սենց բան չէր լինի։ Ասում էր, ասում էր չանենք, վտանգավոր է։
Ես իրանց տարա։ Ես եմ մեղավոր։ Մենակ ես։ Դու էլ գիտես, որ ես եմ մեղավոր։ Իմ մեղքով էր։ Երանի ես իրենց տեղ լինեմ։ Չէ, Սոֆի։ Հա, մամ։ Երանի իրենց հետ մեռած լինեի հիմա։ Սենց արդար չի։ Բարև ձեզ, պարոն Մանուկյան։ Ես քեզ մեկ օր ժամանակ էի տվել, որ այս ամեն ինչի մասին մի լավ մտածես, ու եթե հարցեր ունես, նստի։ Ոչ մի հարց չկա, ամեն ինչ պարզ է։ Նստի։ Ես կարևոր խոսակցություն ունեմ։ Դե ես գնամ աշխատանք եմ, մտնեմ օֆիս։ Գնա։ Համ էլ ձեզ չխանգարեմ։ Դու երբեք չես խանգարում։ Ուրեմն սենց, էլ չկա երկու տարբերակ, կա մի տարբերակ, որտև ես չեմ սիրում, երբ ինձ խաբում են, ու չեմ սիրում, որ այն փողերը վերցնում են ու փախնում, ես սիրում եմ, որ իմ փողերը պտտվում են, ու գալիս են ինձ մոտ, ու իմը ես ավելի եմ սպասում, որովհետև ինձ խաբել են երկու Խանզատյան, օրիգինալը խաբել է նրանով, որ վերցրել է իմ փողերը ու թռել, իսկ երկրորդը ավելի վատ, խաբել է ու ներկայացել է որպես Խանզատյան, հիմա թող իրենք որոշեն, թե որ մեկն է իմ փողերը ու քո փողերը հետ տալիս, ես չեմ ուզում խառնվեմ իրենց գործերին, բայց քո պարտքն էլ կտան, իմն են, էսա, իմ ծրագիրը։ Դե կարևորը փողերը հետ գան, ես մարդկանց խոսք եմ տվել։ Ճիշտ ես արել, հետ կգան, հաստատ, վստահ է։ Հունաստանում անշարժ գույքը աճում է, ու իրանք ասել են, որ ես մի ուշ շաբաթ
հաստատ գումար եմ ստանալու։ Հա, այդ ասել է ինձ։ Հիմա դու աշխատի այդ բիզնեսի բաժնետեր դառնաս։ Հետո ես չեմ ուզում, որ իմ անունը երևա։ Ինքը ասել է, որ ես որոշ տոկոս կունենամ։ Որոշ չէ։ Դու պետք է այդ բիզնեսի 60%-ը քեզանով անես։ Այդ հնարավոր է։ Անհնարին բան չկա։ Քո պարտքն էլ, իմն էլ, կոպեկ կվերադարձնեմ։ Բայց լսի քեզ ինչ եմ ասում։ Քանի դեռ այդ օրիգինալ Խանզատյանը չի վերադարձել, դու այդ թուղթութանակը այդ Ռաֆայելի հետ արա։ Դրանից հետո ճակատագիրը կորոշի, թե դրանցից որ մեկն է ողջ մնում, որն է լքում այս աշխարհը։ Ես Աստված չեմ։ Դրանով թող իրենք որոշեն, որ մեկն է կոպեկ քո իմ պարտքը վերադարձնում։ Ես հետո կորոշեմ, որ դու ես լինելու իմ գործընկերը։ Գնա, ու քանի դեռ օրիգինալ Խանզատյանը չի վերադարձել Հայաստան, Ռաֆայելի հետ այդ հարցերը լուծի։ Որովհետև ես չգիտեմ իրանցից որ մեկն է ողջ մնալու, ու մենք որ մեկ հետ ենք շարունակելու մեր գործունեությունը։ Բայց այս խաղը ոնց որ սկսում է ինձ դուր գալ, գիտես։ Ինձ էլ։ Արման։ Տանը չի։ Բա ուր է։ Դեպրոցում։ Լևոն, ես ասել էի, չէ, որ ես կտանեմ։ Չէ։ Էլի սկսվեց Լևոն։ Ես ուզում էի քեզ հավատայի։ Ուզում էի, որ մենք էլ մյուս ընտանիքների պես սովորական նորմալ ապրենք։ Բայց դու ինձ խաբում ես։ Ես քեզ չեմ խաբում։ Դու էլ տնից դուրս չես գալու։ Մենք արդեն խոսել ենք, չէ, այդ մասին, Լևոն։ Մոռացի ինչ որ խոսել ենք։ Լսի, եթե ուզում ես ես հանգիստ լինեմ, եթե ուզում ես նորմալ ապրենք, եթե ուզում ես ես ինձ նորմալ զգամ։ Էդ անցավ, մոռացի։ Լևոն։ Գիտես, ինձ էլ ոչ մի բան չի հետաքրքրում։ Դու տնից դուրս չես գալու այնքան ժամանակ, մինչև ես պարզ եմ, թե ով է քեզ զանգում։ Հիմա գնաս տեղից։ Ես քեզ այն օրը ասեցի, չէ, վերցրու երեխուն ու տար։ Ես չեմ ուզում քեզ հետ ապրեմ։ Ինչի բերեցիր ինձ այստեղ։ Ինչի համար ես ամեն ինչը, ինչ ես ուզում, Լևոն։ Դու գոնե հասկանում ես ինչ ես ուզում։ Չփորձվես, Լևոն։ Ես փորձել եմ մոռանալ այն 6 տարիների ընթացքում ինչ որ արել ես։ Ուզեցել եմ, որ միասին լինենք, նորմալ ապրենք։ Իսկ դու… Ես ինչ։ Ես խեղդվելով ապրում եմ քո հետ, Լևոն։ Ամեն օրը սկսվում ու ավարտվում է վախով։ Զզվել եմ արդեն, հոգնել եմ, Լևոն։ Ուզում եմ երեխուն թողնեմ ու գնամ։ Ուզում եմ թողնեմ ու գնամ, բայց չեմ կարողանում ու ստիպված մնում եմ այստեղ։ Ես ինձ կստիպեի ու կգնայի, եթե իմանայի դու ու մայրդ այնպես կանեք, որ Արմանը չի վախենա ու կսիրի ձեզ։ Հաստատ կգնայի, Լևոն։ Բայց դու ինձ էլ լավ գիտես, որ իմ երեխան չի սիրում ձեզ, որովհետև դուք…
Լևոն, խնդրում եմ, մոտ չգաս դուրս արի։ Լսի, Սոնա։ Ինչ։ Նոպատ անցավ, հա։ Եկել ես ներողություն խնդրես, էլի պիտի չոքես իմ առաջ։ Ոնց չես զզվում քեզնից, Լևոն։ Սոնա, ես ուզում եմ, որ Էսի այն օրը, երբ դու ինձ բերեցիր ես տուն, ես գիտեի, որ ամեն ինչ սենց ա լինելու։ Ես առաջին իսկ պահից գիտեի։ Ես քո խոստումներին ոչ մի րոպե չեմ հավատացել, Լևոն։ Դու քո սեփական երեխուն օգտագործում ես իմ դեմ։ Գիտես ինչի, որտեվ սեփական ուղեղ չունես։ Մորոտ ասածներով ես ամեն ինչ անում, բայց ամենասարսափելին է չի, Լևոն։ Ամենասարսափելին այն է, որ Մարիետ նենց է կազմակերպում, որ դու իր ուզածով անես։ Սոնա, եթե ես իմանամ, որ դու ինձ չես խաբում, ամեն ինչ այլ կերպ կլինի, Սոնա։ Այ Լևոն, ես չեմ կարող ամբողջ կյանքում քեզ ապացուցել, որ չեմ խաբում քեզ։ Չեմ կարող։ Այս տունը ոնց որ բանտ լինի, հասկացի։ Այս տամեջ ինձ համար ամեն ինչ զզվելի է։ Այս տամեջ երբ պատուհանները բաց են, անգամ այդ ժամանակ մաքուր օդ չի գալիս։ Լսի, ինձ տուր երեխուս։ Թող գնանք հանգիստ ապրենք, ես քեզ արդեն խնդրել եմ։ Մինչև քեզ մենք հանգիստ ապրում ենք, ինչի չես թողնում գնանք հանգիստ ապրենք, Լևոն։ Դու քո սեփական երեխու մասին չես մտածում, չես տեսնում, որ այս տանը ինքն էլ է վախենում։ Ինչի ես գնում։ Չես կարողանում հարցերից պատասխանես։ Արմանին տարայիկը։ Լևոն, Էլի վիճել եք։ կլինի քո մեկնաբանությունները քեզ պահես։ Ինչ անամոթն ես։ Ու կարիք չկա բարի տատիկ խաղալու։ Եթե ես երեխուն դպրոց չեմ տանում, ուրեմն այդ օրը այդ երեխան դպրոց չի գնում։ Իմ երեխու այդ գործ չունես։ Արմանը չի կարող դասերից բացակայել։ Այդ քո գործը չի։ Իհարկե, դու որտեղից հասկանաս ուսումը ինչ բան է։ Դու ուր ուսումն ուր։ Ձենդ կտրի։ Դու նույնիսկ կարգին խոսել չգիտես։ Կարգին մարդիկ, երբ որ իրար հետ նույնիսկ վիճում են, մի սենյակ են կողմ, ոչ ոք նրանց ձայնը չի լսում, որովհետև կարգին մարդը կարողանում է իր ասելիքը հանգիստ ասել։ Դու որտեղից գիտես ինչ է զգացմունքը ու ինչը կարող է մարդուն ստիպել, որ ափերից դուրս գա։ Ես չեմ կարող քո նման ցածրաձայն խոսել ու տակից իմ գործերն անել։ Ես սենց եմ ոնց որ կամ, ու անում եմ այն ինչ որ ես մտածում եմ։ Չեմ կարող քո նման տակից գործեր անել ու սա խառնել իրար։ Ուզում ես ասել, որ ես եմ մեղավոր, որ սիրեկանները փնտրում, գտնում են քեզ, կամ ամեն լակոտ մեր տուն է զանգում։ Էդ ես պետք է զայրանամ։ Բայց ես զսպում եմ ինձ։ Այ հիմա քանի կարողանում ես զսպել քեզ, լավ կլինի գնաս սենյակդ ու աղոթես ու խնդրես Աստծուն, որ քեզ ճիշտ ուղու վրա դնի, որովհետև դու քեզ կործանում ես ու ընտանիքս էլ հետդ ես տանում։ Այդ դու ես իմ երեխուն կործանում։ Լավ կլինի, որ դու գնաս աղոթես, որ մեղքերդ թեթևացնես։ Գնա, լավ կլինի գնաս սենյակդ։ Ես արդեն սկսում եմ հավասարակշռությունս կորցնել։ Լսի, այս ամեն ինչը վերջ է ունենալու։ Իհարկե։ Ես քեզ խոստանում եմ, կգա մի օր ու մեր դերերը կփոխվեն։ Ես քեզ այդ խոստանում եմ։ Այսինքն ես եմ մեր կապարուհի դառնալու։ Դու շատ լավ գիտես ես ինչ նկատի ունեմ, շատ լավ։ Ես պետք է հանգստանամ, ես պետք է ինձ հանգիստ պահեմ։ Թե չէ ինձ վատ կզգամ, ճշումս կբարձրանա։ Խանզադյանի օֆիս են գնում։ Էլի։ Հա, էլի։ Ես ոնց տեսնում եմ, մենք սկսելու ենք շուտ-շուտ գնալ այդ օֆիս, մինչև հիմնական չհաստատվենք։ Այսինքն քշի, Արսեն, քշի, այսօր շատ լուրջ խոսակցություն է սպասվում։ Փաստորեն երկար չես պարկի։ Մի քանի օր։ Այդ լավ է։ Բայց այդ չի նշանակում, որ հետ չեմ գա ստեղ։ Կամ ավելի վատ տեղ կտանեն, մորգ։
Ավետ թողենք հետո։ Առաջին օրերին ես ինձ ավելի վստահ էի զգում։ Կարծում եմ դրության տերը ես եմ։ Բայց հիմա այնպեսի տպավորություն ասես, չոչվող նավակի վրա լինեմ։ Հիմա պիտի ավելի հստակ որոշումներ կայացնել։ Կամ ես պետք է սպանեմ, կամ ինձ։ Միանշանակ։ Ես նստել եմ աթոռին ու ինձ տիկնիկի նման խաղացնում են։ Ես դրության տերը չեմ։ Ինձ հաջողվել էր ընկերությունը դուրս բերել ճգնաժամից։ Գործերը լավ են գնում։ Բայց պարզվում է, որ իմ ամեն մի հաջող քայլով ես մոտեցնում եմ իմ մահը։ Ու ոչ միայն իմ։ Խանզազյանը քեզ չի ասելու։ Գնա հիմա էլ ես եմ գալիս։ Դու իրակալու մասին կիմանաս մահվանդ տորը 2 րոպե առաջ։ Ես դա շատ եմ հասկանում։ Մյուս կողմից էլ Մանուկյան։ Ոչ մի Մանուկյան։ Սարգիսն է սկսել խաղեր տալ։ Փոխել է մարտավարությունը շտապեցնում։ Իսկ ես պետք է Մանուկյանին որոշ գումար տամ։ Ես քեզ ասում եմ գնա ստեղից։ Կարծում ես այստեղից փախչելով հարցը կլուծեմ։ Չէ։ Ես եմ մարդն եմ, ով շատ բան գիտի։ Ճիշտ ես։ Ուրեմն փախնել իմաստ չունի։ Ես արդեն ընտրություն չունեմ։ Հիմա որոշում կայացնելով չի։ Իրադրությունն ինքն է թելադրում իմ քայլերը։ Եթե համոզված լինեմ, որ Հայաստանից հեռանալով ամեն ինչ կլուծվի, ես կվերցնեմ Աննային ու Սոֆիին ու կգնամ այստեղից։ Բայց էլ եմ ասում։ Դա լուծում չի։ Նրանք ինձ են տղել կգտնեն։ Ես Խանզազյանին լավ եմ ճանաչում, ինքը ոչ մի բանի առաջ կանգ չի առնի։ Ես արդեն հասկացել եմ այդ։ Սոֆին ոնց է։ Լավ չի։ Ես արդեն սկսում եմ վախենալ կկարողանամ նրան այդ վիճակից դուրս բերել թե չէ։ Ինձ արեցնում եմ փաստը, որ ինձ այնպես իրավիճակի մեջ են դրել, որ ես իմ ինքնուրույն որոշումները կայացնել չեմ կարող։ Ես չեմ կարող հրաժարվել ուրիշի կյանքից և իմ կյանքով ապրել։ Ես անկախ իմ կամքից քաշվել եմ մի պայքարի մեջ, որը իմը չի։ Բայց ուրիշ ճանապարհ չկա։ Հակառակ դեպքում զոհեր շատ կլինեն։ Իսկ ես պատրաստ չեմ դրան։ Հիմա սկսվում է ջունգլի օրենքը գործել։ Կամ դու ես սպանում, կամ քեզ։ Միայն մի բան։ Եթե դա հնարավոր է, կապդ պահիր Խանզադյանի հետ, մենք պետք է նրա բոլոր քայլերն իմանանք։ Չեմ կարող, որովհետև չի զանգի։ Դե, եթե զանգի։ Այս վերջերս հաճախ ենք հանդիպում։ Դե ընդհանուր շահերից է բխում երևի։ Հնարավոր է։ Տեղում է շեֆը, եթե կարելի է տենց ասել։ Ճիշտն ասած չգիտեմ։ Տեղում է։ Ոչ։ Դե լավ, ես կսպասեմ։
Ճիշտն ասած, ասեց, որ հնարավոր է կուշանա, դեռ տուն պետք է մտնի։ Ոչինչ, ես ամեն դեպքում կսպասեմ։ Եթե թղթերն եք ուզում, ինձ մոտ է արդեն ստորագրել եմ։ Խնդրեմ։ Ասեց, որ ձեր վարորդը կգա կամ օֆիս ուղարկեմ։ Չեմ հասկանում։ Սրանք արդեն ուժի մեջ չեն։ Ես իրան ներսում կսպասեմ, հա։ Սարգիս Ավագյանն այստեղ։ Գիտեմ, Հետով կա։ վարորդը, Էլ մի մեքենար մի քիչ կոմ է կանգնած։ ոչ մեկի ներս չես թողնում։ Ես ասել եմ, որ Արսենին ներս թողան։ Գիտեմ, բայց հիմա ոչ մեկի ներս չես թողնում։ Հանձեջյանն ասել։ Համարի որ հա։ Լավ, Ոչ մեկին ոչ մի պատրվակով ներս չես թողնում, եղավ։ բան այլ է։ Հա, ոնց որ թե, հա։ Լավ։ Ալո, Պարոն Խանձազյան, դուք գալիս եք օֆիս։ 1 ժամով տուն եմ մտնում։ Ձեզ սպասող կա։ Դե ասա, որ 1 ժամից կգամ։ Սարգիսն աստեղ։ Դուր թղթերը։ Լավ կլինի, որ գաք։ Բան ա եղել։ Լավ, գալիս եմ։ Ահա, բոլոր իրերը, որ պետք չէին, տվեցի հարևանին։ Ճիշտ ես արել։ Հետում ես զանգում։ Պապային։ Ինչի ուզում ես բանալիներն իրան տաս։ Բայց ոնց որ չի էլ պատասխանում։ Չէ, ուղղակի Ալվարդը ասեց, այսօր առավոտը տան մոտ ա տեսել պապային։ Զանգեմ տեսնեմ ինչ ա եղել, կարող է բանալի չունի։ Չնայած, ինչքան հիշում եմ, պիտի որ ունենար։ Մեկը այդ բանալիները մեզ պետք չեն, տուր իրան։ Հա, այս տենց էլ կանեմ։ Երևի շատ զբաղված է։ Դժվար էլ պատասխանի։ Մամա դե լավ էլի։ Լավ, հա, իլ բան չեմ ասում։ Ուղղակի տարօրինակ է, Ալվարդը ասում է, առավոտը դրսում էր, տան մոտ էր։ Ասում եմ, մինչև հասցրեցի դուրս գամ, որ բանալին տամ, էլ ընդեղ չէր։ Զանգի։ Եվա, եթե շտապ չի, հետո կզանգես, լավ։ Լավ, պապ։ Ինչու բան կա։ Չէ, ուղղակի ուզում էի բանալին տայի։ Շտապ չի, հետո կտես։ Դե ուղղակի որ եկել էր տան մոտ առավոտը, մտածեցի երևի բանալի չես ունեցել, որ ներս մտնես, ասացի զանգեմ բերեմ բանալին։ Ուր եմ եկել, Եվա։ Տուն։ Բայց ես տուն չեմ գնացել, ես առավոտից շատ խառնում։ Լավ, պապ։ Հիմա չեմ հասկանում ինչ ես ասում, հետո կզանգեմ, հա։ Հա, լավ։ Այստամորա։ Ասել են, որ ոչ մեկի ներս չթողնեն։ Ինձ մոտ են մարդ չթողնես։ Ինչ հարմար տեղ է։ Ոնց ես։ Վերջին օրերին քեզ տարօրինակ ես զբաղվում։ Բայց մենունը չեմ հասկանում ինչն է ստիպել քեզ որ վախենաս ինձնից։ Ես։ Չես պահակախմբով եկել։ Բայց ես միշտ իմ տղաների հետ եմ։ Լավ անցնենք գործի։
Ես կարճ կլինեմ։ Լսում եմ։ Այս ընթացքում դու տեսար, որ ես շատ հարցեր կարող եմ լուծել։ Ու հարկ եղած դեպքում իմ լծակները ճիշտ օգտագործելով շատ հարցեր կարողանում եմ լուծել։ Արագ ու գեղեցիկ։ Ասելիք տեսամ։ Ես փակել եմ քո բոլոր պարտքերը։ Չհասկացա։ Այսինքն այն մարդկանց, ումից որ ես միջոցներ էի վերցրել քեզ տալու համար, դու նրանց պարտ չես, պարտք ես մենակ ինձ։ Հեքիաթը բավականին հետաքրքիր է սկսվել։ Ասեմ, որ ավարտն էլ ահագին օրիգինալ է։ Ու Ես արդեն հոգնել եմ քեզ դայակություն անել։ Պարոն, մեսի մեկ ազգանունը խառնում եմ, գիտես։ մենք պայման ունենք, դու պետք է սպասես։ Կսպասեմ իհարկե, բայց կսպասենք միասին, մինչև մեր համատեղ բիզնեսը սկսի նոր թափով փողեր բերել։ Դու Ես իմ պարտքերը ստանալու համար ուզում եմ այդ բիզնեսի համասեփականատերը լինել։ Ինչ։ Ես քեզ արդեն ասել եմ, որ եթե ամեն ինչ լավ գնա, դու կունենաս 10% եկամուտ, որպեսզի ես կարողանամ 50։ Ուզում ես ամեն ինչ քեզ նվիրեմ, հա։ Կամ կտաս 50%-ը, կամ կկորցնես ամեն ինչ։ Ես ահագին շատ եմ սպասել, դու այդպես չես կարծում։ Ինձ թվում է կայլևս խոսելու թեմա չունենք։ Ես գիտեմ, որ Սոֆին չի մահացել։ Ինքը այն օրը չի վառվել։ Դու ինչ կապ ունես այդ ամենի հետ։ Խաղաքարտերը պետք է բացենք։ Դու տես չես կարծում։